Մեր երկրում, ինչպես եւ ժողովրդավարական ցանկացած պետությունում, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Դա Սահմանադրության երկրորդ հոդվածի դրույթն է եւ բոլորին հայտնի Գագիկ Հարությունյանը, ինքը ոչ միայն Սահմանադրական դատարանի նախագահն է, այլ նաեւ իրավաբան է, դոկտոր է իրավաբանական գիտությունների 2010 թվականին իր խմբագրությամբ դուրս եկավ մի գիրք, որը կոչվում է Մեկնաբանություններ Սահմանադրության։ Եթե հետևել եք ուսանողների դասադուլին, ոստիկանները դասադուլի առաջի օրը նվիրեցին այդ գիրքը ուսանողներին, մեծ հաստ կապույտ գույնի գիրք է։ Մի քանի օր հետո ուսանողները հետ նվիրեցին ոստիկաններին գիրքը։ Դա հենց այնպես չեղավ։ Այդ գրքում ինչ որ հիմա կասեմ, հենվում եմ հենց Գագիկ Հարությունյանի խմբագրած։ Ինչ է նշանակում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը այն սուբյեկտն է, որը որ իշխանության կրողն է։ Մենք ընտրությունների միջոցով ներկայացուցիչներ ենք ընտրում, որոնք որ ներկայացնում են ժողովրդին եւ տրված լիազորությունների շրջանակում իրականացնում են ժողովրդի իշխանությունը։ Երբ որ երկրում առաջանում է պատճառ, ինչի ժողովուրդը կարող է չվստահել ընտրություններին, որովհետև չկա թափանցիկություն, որովհետև չկա հաշվետվություն ժողովրդին, ժողովուրդը կարող է իրականացնել ուղիղ իշխանություն, անմիջականորեն, եւ այդ անմիջական ուղիղ իշխանությունը ժողովուրդը իրականացնում է դասական առումով, հանրակրվեների միջոցով, քննարկումների միջոցով, որովհետև նաև քաղաքացիական անհնազանդության միջոցով։ Դա Գագիկ Հարությունյանի գրած տեքստն է մթերցում։ Քաղաքացիական անհնազանդությունը դա առանց բռնության, խաղաղ ճանապարհով քաղաքացիների հայտարարությունն է եւ գործողությունները, որ իրենք չեն համագործակցում անօրինական իշխանությունների հետ։ Դա մեր բոլորիս իրավունքն է։ Ինչ է ապրիլի 9-ը։ Ես գտնում եմ, որ մեր երկրում իսկական ընտրությունները սկսվում են հիմա։ Որովհետև ապրիլի 9-ին մենք պիտի որոշում ընդունենք, մենք ում ենք ենթարկվում։ Ենթարկվում ենք ժողովրդի կողմից ընդունված որոշումներին, թե ենթարկվում ենք անօրինական իշխանություններին, որոնք որ պարզապես զբաղացնում են այդ պաշտոնը ինչ ճանապարհներով։ Այդ օրը որոշում ընդունելու օրը ապրիլի 9-ն է։ Եվ ապրիլի 9-ին սկսում է կարևոր ժամանակաշրջան, որը որ կոչվում է անցումային ժամանակաշրջան։ Դա այն ժամանակաշրջանն է, երբ քաղաքացիական անհնազանդություն հայտարարած հանրությունը պիտի անցնի մինչև նոր ընտրություններ։ Ես գտնում եմ, որ մեր երկրում այսօր այն մարդը, որը որ կարող է գլխավորել այն մարմինը, որը որ պիտի վերահսկի անցումային ժամանակաշրջանը, դա Ռաֆի Հովհաննիսյանն է։ Այսօր Ռաֆի Հովհաննիսյանը այն քաղաքական գործիչն է, միակ քաղաքական գործիչն է Հայաստանում, որը լեգիտիմ ճանապարհով ձեռք է բերել հանրության մեծագույն քվեն։ Եվ ոչ մեկի համար վիճելի չի, որ Ռաֆի Հովհաննիսյանը իշնորհիվ իր քաղաքական ամբավի, իշնորհիվ իր այսօրվա արդյունքին, այն միակ քաղաքական գործիչն է, որը կարող է գլխավորել այդ ժամանակաշրջանում երկրի բարձրագույն մարմինը։ Որևէ մարդ դառնում է երթումը տալուց հետո։ Երթումը նա տալիս է ազգային ժողովի նիստին։ Եվ մեր խնդիրն է իմ կարծիքով, որ այդ ազգային ժողովի նիստը լինի ապրիլի 9-ին այստեղ։ Ապրիլի 9-ին իմ կարծիքով անհրաժեշտ է, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք որ հայտարարել են, որ իրենք ժողովրդի կողքն են, լինեն այստեղ։ Որովհետև եթե իրանք լինեն այնտեղ, ուրեմն իրենց հայտարարությունը, որ ժողովրդի կողքն են, որևէ բան չարժի, ուրեմն իրենք հնազանդ են, ճանաչում են եւ ընդունում են այդ կեղծիքներով ընտրված մարմինը, բնականաբար իրաց ստեղ լինելը կարձանագրի նոր քաղաքական արդյունք, որ մենք ունենք անցումային շրջանը ղեկավարող մարմին,
Եվ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք որ իրենց համար հայտարարել են, որ իրենք ժողովրդի կողքն են, բոլորը այստեղ են։ Եւ այդ դեպքում անկախ նրանից թե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին ինչ կանի, իր երթումը կլինի միայն ՀՀԿ-ի, հա, կամ մի խոսքով այն մարդկանց շրջանակում, ում որ կարելի էր եւ մեծ միջոցառում չանել, իրենք գիտեն, որ իրար նկատմամբ տված երթումները ոնց են պաշտպանում եւ այլն։ Սա կարևոր խնդիր է։ Սա կարևոր խնդիր է, որը ստեղծում է առաջադրանք մեզ բոլորիս համար։ Քաղաքացիները պիտի մինչև 9 պիտի կարողանան իրենց կարծիքը դրսևորեն միթինգների միջոցով, երթերի միջոցով, տարբեր կազմակերպված խաղաղ եւ սահմանադրական շրջանակում նախատեսված բոլոր հասանելի միջոցներով ձգտել նրան, որպեսզի այդ ամենը ստանա զանգվածային հնարավորին մեծ մասնակցություն, որպեսզի այդ վերանշված քաղաքական ուժերը հարկադրված լինեն ապրիլի 9-ին գալստել։ Երբեք ռեժիմը չի կարող որևէ այստեղ խոչընդոտ ստեղծել քաղաքացիների ճանապարհին, որովհետև չունի դրա համար որևէ լծակ։ Եթե ինքը սկսեց կրակել մարդկանց վրա, եթե ինքը սկսեց մարդկանց հետապնդել, պատժել, միանշանակ հանրությունը ձեռք կբերի զինված ապստամբության իրավունք։ Դա արդեն մյուս իրադրություն է կլինի։ Եվ ռեժիմը դա հասկանում է։ Ռեժիմը նույնպես չունի ցանկություն, որպեսզի մեր երկրում անկայունությունը հասնի այդ աստիճանի։ Մենք պատերազմի մեջ գտնվող պետություն ենք, եւ մեր քաղաքական օպոնենտները նույնպես մեր երկրի մի մասն են եւ իրենք ինչքան էլ մեր եւ իրենց քաղաքական հայացքները տարբեր լինեն, ինչքան մենք տարբեր մոտեցում ունենանք ժողովրդի շահերի վերաբերյալ, այնուամենայնիվ բոլորը ունեն կարմիր գիծ, որը որ իրենք չեն անցնի։ Եթե անցնեն, բնականաբար իրենք պատասխան կտան ամբողջ հանրության առջև այդ բանի համար։ Բայց այսօր ես կփորձեմ ամփոփել այս իմ խոսքը հետեւյալով։ Դա միայն ժառանգության եւ Ռաֆի Հովհաննիսյանի խնդիրը չի։ Բերել ապրիլի 9-ին բոլոր կուսակցությունները այստեղ։ Դա ժողովրդի խնդիրն է, դա ժողովրդի պահանջը պիտի լինի։ Ժողովուրդը պիտի դնի այդ ուլտիմատումը քաղաքական ուժերին եւ ասի, քաղաքական ուժեր, այն բոլոր ուժերը, որ ասել են, որ ժողովրդի կողքն են, դե եկեք։ Մեզ համար ապրիլի 9-ը այստեղ է որոշվում։ Այս հրապարակում։ Մնացածը, ով որ լինելու են այլ տեղ, որտեղ էլ լինեն, իրենք լինելու են ժողովրդին դեմ, իրենք լինելու են ոչ ժողովրդի կողքը։ Նույնիսկ եթե չգնան Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած այդ միջոցառմանը, այլ տանը մնան որպես չեզոք, ոչ պես մի բևեռ հետ, դա նույնն է, դա նշանակում է, որ իրենք այնուամենայնիվ հնազանդ են, իրենք այնուամենայնիվ ընդունում են անօրինական իշխանության հսկողությունը իրենց վրա։